Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Ողջույն, ես Ֆելիքս Խաչատրյանն եմ եւ այդքանը բավական է։ Այ մեծամիտն էլ ես եմ, այսքանից հետո։ Արա դե ձենը։ Սուսաննային սպասեց։ Հայաստան, Ասելիս։ ծգներդ Դողում են։ Արսենյո, ձերքդ քաշի նրա կրծքից։ այլանդակ ռեպերի հետ եք նստած դուք, ամաչեք իրա գրվածքների։ Թերես, ասա։ Այդ ասա ու հաղթի բալես։ Գնացինք։ Ասա պապ ջան։ Այ Ֆելո ես քո գրածը ռեպը Ես ավետն եմ Բարսեղյան, բայց շատ ծանր վիճակում եմ հայտնվել, որովհետև այդ տականք Ֆելոնից պատժել է։ Այսօր տոն է հիրավի, ես եւ Ավետ Բարսեղյանը շատ երջանիկ ենք, որովհետև հենց այնպեսում է նաեւ Ֆելիքս Խաչատրյանը վերջապես։ Ու իհարկե մեր սիրելի Ավետ Բարսեղյանը։ Ես կոչվում եմ Ջայնան, ես այստեղ էջ եմ ես ծրագրում, բայց շատ շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար, ինձ կյանքում ոչ մի անգամ ոչ մեկ ոչ միտեղ չէր հրավիրել։ Ու ես վերջապես ստացա հրավեր եւ մի տարի սպասել ենք Ֆելքերը։ Գլորվեցի ինչպես 100-ամյա տակառ գլորվեցի այստեղ։ Մեր մակարդակին կարելի։ Մեր մակարդակին գլորվեց։ Մենք բոլորը սկսեից սկսած մինչև Մանե Գրիգորյան երախտապարտ ենք, որ պատվել եք ձեր ներկայությամբ։ Ես շատ շնորհակալ եմ, որ ինձ հիշել եք գտել եւ հրավիրել։ Գտել, բանալի բառը գտել։ Քիչ է, իրան բերում են։ Փոքրիկ թզուկներ հեքաթեն։ Ես Ֆելոյին են որ ասում եմ ամենաշատը ուզում եմ որ դու գաս հենց այնպես, որովհետեւ իմ համար դու top 1 հումորով մարդն ես հանրապետության ու ամենադժվարը քեզ հրավիրեցի։ Սպասեցի, բայց մերսի որ եկար, ու այսօր հաղորդումը սկսելու ենք հենց այնպես պատմություններով։ Հենց այնպես պատմություններ։ Այդ նույն զվարճալի պատմություններն են։ Մտածում էինք։ Բայց ոչ միայն զվարճալի, այլ նաև անհարմար, ամոթալի ոչ։ Մենք ես երկար մտածում էի ինչ պատմեմ ու նկարահանումից առաջ էլ ասում էի, որ ոչ։ Բոլոր պատմությունների մեջ կան բառեր, որոնք եթերային չեն, ոչ միայն եթերային չեն, ուղղակի կյանքում էլ օգտագործելու բառեր չեն։ Դրանք ուղղակի այդ պահին են եղել եւ ոնց որ այդ բառը ծնվել է։ Կարող ենք փոխարինել այդ բառերը եւ թողնել։ Այսինքն ես պատմեմ պատմություն փոխարինված բառերով, փոխարինված բառերից բաղկացած։ Չի հասկացվում։ Այդտեղ մենակ ես եւ դու եւ նա, այդ երեք բառը։ Չէ, լավ, հիշեցի ես։ Ես պատմություն հիշեցի, քանի որ մենք երիտասարդ տարիքում 1800-ականներն էր, երբ որ ասֆալտը փոխվում էր քարի, երբ որ կայծը դառնում էր փոշի, այդ թվականներին մենք անում էինք դուբլյաժ, կրկնօրինակում էինք։ Կրկնօրինակում էինք ֆիլմեր, մի խոսքով կրկնօրինակում էին բոլորը այդ ժամանակ։ Կապկում էին անգամ։ Եվ այո, եւ ես ու պարոն Բարսեղյանը գտնվում էինք նույն խմբում, ովքեր կրկնօրինակում են ֆիլմ, եւ մեր մի քանի ընկերները նույնպես այնտեղ կային։ Եվ այդ ընկերներից մեկը ուներ մեքենա էր գնել։ Այն թվականների համար դա բավականին լուրջ քայլ էր եւ ուներ նաեւ նոթբուք ու ուներ նաեւ բարսետկա։ Վաու։ Գիտես այդ ինչ է, այդ ոնց որ երեք կողմից շատ մեծ կացինով խփես մարդու, ով դա տեսնում է։ Ու եթե A ու B տարերով է նրա անուն եւ ազգանունը սկսում Արհեստական բանականություն։ Եվ դուբլաժի ժամանակ, երբ որ մենք արդեն հասել էինք այն կարևոր տեղը, երբ որ Արսենյո, ձերքդ քաշի նրա կրծքից։ Կուրց, քերու գնա Արսենյոից։ Այդ պահին այ շանքած։ Այո։ Ու երկու օք էր ասում շանքած, ոչ թե մի։ Մեկը շան, մեկը եւ շան եւ այո։ Այդ կարելի է ասես բառեր օգտագործել։ YouTube-յան ծրագիրը քազնը եթե հանրայինում գնացել է եթեր շանքած արտահայտությունը YouTube-ում ինչի չգնացել է։ Շատ լավ։ Հա, շատ գեղեցիկ շանքած շենքեր կան։ Լավ։ Եվ այդ պահին, երբ որ դադար եղավ եւ մենք պետք է ծխեինք, Ավետը ասեց Գևորին. լավ էլ մեքենա է սարել։ Մեջն էլ նոթբուք կար, հա, ոնց որ բարսետ կա։
Ասեց, հա, մերսի որ շնորհավորում ես, ասեց, ես չեմ շնորհավորում, ես ուղղակի հարցնում եմ այդ քոնն են։ Ասեց, հա, ու անցավ, դուբլաժը ավարտեցինք փոքրիկ մեջբերում, Ֆելոն ասեց, արա նախանձը տստելի աճելա։ Այդ հետո թող պատմեմ էլի դե սպասի։ Ու հետո մենք շարունակում ենք դուբլաժը ու ստեղ սենց ինչ-որ բան աճում։ Ավետ երիտասարդ տարիքում ուներ, նախանձեր վրան աճացնում։ Հետո մի քիչ մեծացավ, սպիրտով վառեց եւ ոչնչացրեց այդ փոքրիկ նախուկին։ Ուրեմն սենց աճել է, ասում եմ, մի բան պետք է լինի ինձ թվում է, եւ երբ ավարտվեց դուբլաժը, մենք դուրս եկանք եւ գնացինք տներով, մյուս օրը վերադարձանք աշխատանքի եւ ասեց, գիտես գիշերը մեքենայի դիմապակին կոտրել էին եւ նոթբուքն ու պարսետկան գողացել։ Ով։ Նավս, նախանձ դավա է, ասում եթերային բառը։ Եվ կասկածեմ մի անգամից վարպետի վրայից դուրս եկա, որովհետև ագրավի ոտնահետքեր էին մեքենայի վրա, ոչ թե մարդու։ Դե չէ մենք նախանձից բացի ագրավել է աճացնում։ Դրա թրծնում էի։ Ահա թե ինչ հետաքրքիր նենց լավ պերիոդ էր այդ ոսկե ֆոնդում Ֆելիքսի, Ժամել Դեբուզի։ Այո, Ժամել Դեբուզին հիշում ես։ Ու այս Ֆելոնու Նազոն այնքան լավ էին դուբլաժը անում, ես շատ էի ստոպեր տալի, դե չունեմ կրթություն հիմա։ Բայց առաջին օրերը, մեր առաջին 4 տարին, հետո շատ լավ էր անում։ Չնայած մենք 2 տարի ենք դուբլաժ արել, բայց իրանք շատ լավ էին դուբլաժ անում, սենց իրանց ձենը սենց մակարդակով էր գնում։ Թե Մարինան նայում է մեզ, Մարը ողջույն քեզ, բոլոր մարաները, Ֆելիքսի հետ լինել նույն տարածքում, դա լինի դուբլաժ, երգի իր ստեղծումը, գաղութ, դա մեծագույն պատիվ է եւ շնորհակալություն Ֆելիքս Խաչատրյանին ջան։ Պատմի եմ պատմությունը, որ եկել էր թատրոն Ֆելոյից հետո։ Վայ հա, ինտրիգերն է, Ֆելոին որ շատ եմ սիրում այդ կապ չունի, բայց մեկը ինչքան ատելության միջով եմ ես անցել, երբ ամենա դե Յարկի տղեկից թատրոնի շկոլան անցած, երգած, վարած, ամեն ինչ արած ու գնացած փառահեղ ձևով հանրային հեռուստաընկերություն, ինքը արդեն վարում է ծրագրեր, ես նոր պստիկ շատ 3:20 է, այդ ինչի ժամին նայեցիր այդ սիրոն ընտիր։ Սկիզբը մի ասա, էլի։ Ես մտցնում եմ մարդկանց պատմության փյուզլիրի մեջ։ Մարդիկ պատմության փյուզլիր չեն ուզում մտնել։ Դրանք պատմություն ուզում են։ Իսկ փյուզլիր չեն ուզում։ Ոչ մի փյուզլիր պետք չի։ Գալիս եմ թատրոն, սենց որոշում եմ ուրախ լինել ու հաճելի դրական լինել, բայց սենց ագրեսիվոտ ու այդ ամեն ինչը բոլորի մոտ ման ջան տանում է արա ոնց որ Ֆելոնը լինի, Լանդան երկի, հորս Սարև Ֆելոյի էներգիան, ու ես էլ նոր անուն էլ չունեմ, Ֆիզլուրեմ, որը չունի անուն, անընդհատ այդ Ֆելիքս Խաչատրյանին Ֆելոնը արա Ֆելոն, բայց դե Ֆելոն ուրիշ է, բայց դրանից հետո ես մի քանի հիվանդությամբ լքեցի հեռուստատեսությունը, մի քանի տասնյակ տարով։ Ու Ֆելո, չի հասկանում ինչի մասին է, մինչև որ արդեն ճանաչեցի, մինչև որ հասկացա, որ բոլորս Ֆելիքս Խաչատրյան ենք ու Երանի ուրախությունը, հումորն ու կայծակնային արագությունը միշտ Ֆելիքսի անվան հետ է։ Կտրես ես կտորները ինձ կտաս, էլ ինձ կուղարկես։ Ռիլ զարկեմ տամ, չէ, կծես։ Դե չէ, այդ ոսկե սերունդ կարելի է իրան ասել։ Բայց ես որ շատ փոքր էի, հեքիաթիկ էի խաղում, հիշում ես, դեր մեղեդիկն էի։ Դե մենք թատրոնում իմպրովիզ անում էինք, որովհետև կարելի մեզ մի քիչ կարելի էր ինձ։ Ու Ֆելո ենք, չարերն էին ինձ գողանում էին, ու պետքա ինքը հետո փոշմաներ բերեր հետ հեքիաթիկին, ես քնած գայի հայտնվեի բեմի կենտրոնում ու երգեին, ես արթնանայի, ու Ֆելոն ինչ էր անում։ Այդ պահին ասում էր, ես մեղեդիկն եմ, ես չեմ անի, խոստանում եմ, չեմ անի եւ այլն, գալիս էր կուլիս։ Ես ինձ կանգնած երեխա եմ, էլի, կանգնած սպասում եմ, որ Ֆելոն քնեմ Ֆելոյի գիրքը։ Մեկ էս դուրս էր գալիս, ասում էր, հեքիաթիկը չկա։ Ու զառայենք բան, ինչ պետք է անենք, Օ, եկեք նոտաներ, եկեք նստենք մտածենք, ինչ մտածեք, չկա, բայց չի կարող չլինել հանդիսատեսներ նստած։ Բայց այս ծրագրի ընթացքում գտել է այդ հին դեմոդե կադրը ինքը որ սաղից ձեռ առնում։ Ու այս մասից էլի ցույց կտաս։ Չէ, իրա կաշտում հագած երբ որ ինքը երգում է սամալյոտիկի մեջ խնդրում եմ այդ հինը։ Այո, որովհետև ես այդ հետո
տեսել եմ ու ասել եմ, հենց հիմա խնդրում եմ նայեք, էլի ֆենոն որ սաղքյանք մեծ ձեռը առնում էր հագուստի ժուժուներ այդ գվինտոն, այ մնացածը, այդ թող տեսեք, նաև ինքն էլ է մանկություն ունեցել ու 6 ռազմերմեց կոստյում մեր եթերում։ Որովհետև եւ 6 տարի պիտի հագնեի։ Այդքան էր դրած։ Հենց էլ որ ես մեծանայի, ոչ թե ինքը փոքրանար, այո։ Ինքը գար դառնար իմ հակը։ Ուրախաց է որ այդ կլիպը տեսա ու ջոկեցի որ ֆելոն է, որտեղ շատ է ջոգում, որովհետև դե պատկերացրա ֆելոյի հումորը ոնց ամեն ինչի վրա կխուրդի մարդուն, ինքը շատ խուրդոլը գա էլի ու պրոֆեսիոնալ։ Խուրդոլը։ Բոլորին վասյանապես։ Ես հիշում եմ։ Ես համաձայն եմ եղել այդ ամենի հետ։ Ես ինքս եմ։ Ինքնակապ։ Ինձ չեմ ստիպել։ Դե համերգներից ինչ կհիշես, նոր 3-3-ի թեկուզ երկրպագուներ։ Որ տենց արտարոց բաներ չեն լինում, որտեղ համերգներին տենց ես հիմնականում շատ կենտրոնացած եմ, որովհետև այդքան բառը հիշելը այդքան էլ հեշտ չի, դրա համար տարօրինակ բաներ իմ հետ չեն կատարվում, մնացածի հետ։ Բայց ժամանակն է ասել շնորհակալություն Ֆելիքսին։ Այդ ղաջան ուրախացել ենք եկել, ես թող խոսանք էլ նենց դեմք ես սակում, իսկականից հայ ռեփերագիտության։ Ես տպավորության ոնց որ թորս եմ, եկել եմ իմ պապու մասին ես խոսում։ Բայց դու այն ինչ որ արեցիր, ըստ ոճում, մենք իսկապես մի ողջ սերունդ, ինձնից էլ երիտասարդ, մենք շնորհակալ ենք։ Դա պապիկիս մասին է, չէ՞ խոսքը ոչ թե իմ, որովհետև ես հայտնի ֆելոյինի մասին է, ֆելոյինի։ Երբեք չես ներվայնացել, որ լավ տեքստեր ա գրում։ Չէ, բացարձակ։ Չէ, ընդհանրապես ներվայն կարելի է ներվայնանալ, երբ որ լավ տեքստ ես լսում։ Տենց լինում է, որ ներվայնանում ես։ Հիվանդները կարող են, մենք չէ, որովհետև 3-3-ի սկիզբը Գագոյի բոլոր տները վարձով հիշում եմ ու այդ ինձ համար մեծագույն ոնց որ իմ հաղթանակը նենց է ֆելոյից այսօրվա այսինքն փաստորեն հիմա այս պատմածից դուրս է գալի որ մենք վարձով տներ էինք տալիս Գագոյի հետ ու այդ տներում երգեր էինք գրում դե տներում էլ էր գրվում նաև բաց ասա որ տենց չէ տներ չենք տվել հա չէ տներ վարձով չենք Գագոս մնում էր տներում մենք այդ ժամանակ փող չունեինք վարձելու ու մեր Գագի տներում ծնվում էին 3-3-ի ֆելոյի կողմից գրված հանճարեղ տեքստերը որոնք մեծ ուրախությամբ ինչ որ շատ կարճ ժամանակ անց ինքը ռեպին տվեց լյովին այլ բառախաղ լյովին այլ իմաստ ու փիլիսոփայություն համար վերցրեք տարեք պապոն տարեք արդեն շեֆել պետք է դա լսես տարեք կոշին կենթանության օրոք պետք է լսես որ դու հանճարեղ հեղափոխ շնորհակալություն ես լսեցի ես դաշտում հազարապատիկ փոխանցում հակառակը քեզ ավելի Սա ամերջ կարելի է լսել իհարկե։ Շատ։ Բայց եկեք ավելի ինչի համար ենք հավաքվել, էլի Բարսեղյան։ Ինչ պատմությունը Բայց դա էլ է պատմություն, ես գիտես ինչ մեղք է այդ ընթացքում Գագոյից վարձը։ Պատմի։ Այդ եթերա ինչի։ Լուրջ եմ ասում, ինչի ես չկամ, որովհետև ես զվարճալի պատմություն չունեմ։ Ինքը լինելով շատ զվարճալի մարդ Ֆելիքս։ Ինքն է պատմություն, ոչ թե ինքն է պատմում պատմություն, այլ նա ինքն է իրավիճակ։ Տար նրան դիր ինչ որտեղ եւ տես որ լեգոյի պես կհավաքվեն փոքրիկ հումորներ, գործեր, ինքը իրանով է, սիտուացիոն դերասան։ Իրավիճիու, ինչպես կասեմ։ Փյուզլիրը չթողիր պատմեմ։ Պետք չի։ Փյուզլիր պետք չի պատմել։ Փյուզլիրային պատմություններ կան։ Այո։ Որոնք սիտուացիոններ են ու չեմ ուզում Փյուզլիր իրավիճակներ կան կյանքում, որ իրավիճակներ կան։ Ֆելոյի դե ախը շատ սիտուացիոնն է ինքը որտեղ կա Ավելի լավ է ուզում եք հիմա գնանք միտեղ կաֆե նստենք, այդ 20 րոպեվա ընթացքում այնքան զվարճալի բան միամիտ տեղի ունենա։ Լավ, ես առաջարկում խաղեր խաղանք, ընթացքում լիքը զվարճալի բառերի համար եմ եկել։ Հիմնականում։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը վերջերս ներկայացրեց Mastercard World Travel Card-ը, որը հրաշալի ընտրություն է հաճախ ճանապարհորդողների համար։ Այս քարտը ունի մի շարք առավելություններ։ Տարեկան 6 մուտքի հնարավորություն Launch Key, տարեկան 6 Fast Track ծառայության հնարավորություն, ապահովագրություն, տարեկան 1 GB ինտերնետ ռոմինգի հնարավորություն, Global Roaming, Mastercard Concierge ծառայությունից օգտվելու անվճար հնարավորություն 24/7 սկզբունքով եւ ելի հատուկ առաջարկներ Mastercard-ից։ Օգտվեք Արարատ բանկից եւ ճանապարհորդեք աշխարհով մեկ։ Թատրոնի ձեր սերունդից ում կհեռացնի իր աշխատանքի։ Լիանա հա ցուցակը դու ուղղակի հարցնում ես։ Լիանա Թեզարոյի Բաբայան։
Կհեռացնեի աշխատանքից։ Բնականաբար Զարուհի Բաբայան։ Զարա թե Ալլա։ Բնականաբար Զարա։ Զարա թե Արսեն Գրիգորյան Ռոման։ Իհարկե Ալլա։ Ալլան չկա։ Արդեն չկա։ Չէ, մի րոպե, ում եմ հանում։ Ում ասում եմ հեռացնում եմ, ոչ թե թողում եմ։ Հա։ Դենց հաշվի։ Հա։ Նորից սկսենք։ Նավայ։ Լիաննա թե Զարուհի Բաբայան։ Լիաննա։ Այսինքն հանեցի, հա։ Հիմա մնաց Զարուհի Բաբայան թե։ Չէ, Լիաննա թե Ալլա Լևոնյան։ Ահա։ Մնացել են Լիաննան եւ Ալլա Լևոնյանը։ Այո, կհանեմ Լիաննային։ Ինչի՞ ահա։ Լիաննային հանիր արդեն։ Չէ։ Լիաննա հանեցի։ Հիմա ինչ հարցնում ա եմ հանում, հարցը։ Հա, Լիաննա թե Արսեն Գրիգորյան։ Բնականաբար Լիաննա։ Լիաննա թե Տիգրան Պետրոսյան։ Տիգրան Պետրոսյան։ Հանեց։ Տիգրան Պետրոսյան թե Հասմիկ Կարապետյան։ Հասմիկ Կարապետյան։ Հասմիկ Կարապետյան թե Քրիստինե Պեպելյան։ Տիգրան Պետրոսյան։ Արդեն չկա Տիգրան Պետրոսյան, այն անկյունում չկա, որ կարամ երրորդ չկա, այս ինչ, այս խաղի օրենքները կան։ Okay, Տիգրան Պետրոսյան, Քրիստինե Պեպելյան։ Քրիստինե Պեպելյանին հանեցիր։ Քրիստինե Պեպելյան թե Անդրե։ Անդրեին թողեցի։ Անդրեին թողնում ես, Պեպելյանին հանում։ Ալա, ուզում ես ես ասեմ ում եմ հանում, ում եմ թողում։ Վերջին հարցն է մնացել, Պեպելյան թե Սաֆարյան։ Երկուսին էլ կհեռացնեի ու թատրոնում նոր կազմում կհավաքեի։ Լրիվ երիտասարդ մարզից եկած երեխաների։ Եվ նրանց կմարզեի ու կդարձնեի լավ երեխաներ։ Այո, հենց այդպես արեց։ Այո, ինչպես արվում է սերնդեսերունդ։ Ավետ, քո հարցը այլ է։ Այսուհետ նրանցից միայն մեկի համար կարող ես գրել երկի խոսքեր։ Ահա։ Սոֆի Մխայան թե Ինգա եւ Անուշ Արշակյաններ։ Երեք հոգի եղավ։ Տենց էլ կարելի է, ես ասում եմ իմը կարելի է։ Իմ երկուսով էլ քեզ լավ։ Ինգա եւ Անուշ Արշակյաններ թե Հասմիկ Կարապետյան։ Հասմիկ Կարապետյան։ Հասմիկ Կարապետյան թե Արման Աղաջանյան։ Հասմիկ Կարապետյան։ Հասմիկ Կարապետյան թե Արամեն Պետրի։ Հասմիկ Կարապետյան։ Հասմիկ Կարապետյան թե Էրիկ Կարապետյան։ Հասմիկ Կարապետյան։ Հասմիկ Կարապետյան թե Սոնա Ռուբենյան։ Հասմիկ Կարապետյան։ Հասմիկ Կարապետյան թե Էմի։ Հասմիկ Կարապետյան։ Հասմիկ թե Անի Քրիստի։ Անի Քրիստի։ Անի Քրիստի վերջին հարցն է թե Շուշան Պետրոսյան։ Անի Քրիստի։ Հա, Անի Քրիստի համար այնքան սիրուն երկեր։ Անի Քրիստին շատ սիրեմ քեզ, սիրելիս։ Շատ լավ երջանիկ ընտանիք, երեխա ու ջան, լավ բանի դեպքով որ սաղ կյանք խուրդել է ասածներ մարդկանց, լավ ասածներ, ված մանր է։ Հիմա ինչ եղավ, ընտրեց որ ում համար ինչ կանի։ Մենակ Անի Քրիստիի համար չի հետևում, ես քո մտքերին հետևեմ, ես քո միտքը սարքեմ մտքով։ Ինչի միտքը տորչես լսում ես։ Հենց նոր աչքի տարած կարելի է տենց բաներ անել։ Չէ։ Էլ այդ մարդկանց համար որ երգ չես գրելու եթերում ասում ես որ, հա չէ, ես այդ վախը չունեմ։ Հա չկար, օքեյ, նորմալ է ամեն ինչ։ Չէ, որովհետև Անի Քրիստին իմ լրություն, շտապարտնացիր, ես խեղդվում եմ անարև ասված բարևներից, տանջվում ես։ Չէ, լսում եմ։ Ես չերես ամպ եմ լսում քեզ։ Իմ լրությունս ամպեր էի կարել, ապրես։ Մի հատ նոր խաղ, բայց մեկ այն քնյապխածի մզլոնա։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է Իտալ Սոլարը։ Շուկայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանում սեփական տների տանիքների շատ մեծ տոկոսը ոչ բարվոք վիճակում է։ Հենց այս խնդիրը լուծելու նպատակով էլ Իտալ Սոլարը ընդլայնել է իր գործունեությունը եւ սպառողին առաջարկում է կտուր բայ Իտալ Սոլար ծառայությունը, որը տանիքների փոխարինման եւ վերանորոգման համալիր լուծում է առաջարկում ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ տարբերակով։ Իդեպ գործում են ապառիկի ճկուն պայմաններ։ Զանգահարեք 812 եւ ստացեք անվճար խորհրդատվություն եւ նախագիծ։ Դուք իմ ամենասիրած հերոստադեմքերը եւ պոետներն եք։ Ապրեսցավ։ Այո, եւ ես ձեր ոչ շատ սուպեր հիթերից թեև դուք չեք համաձայնի, բայց փորձել եմ գտնել նենց երկտողեր, որ մեկը մյուսինը գուցե լսած չլինի եւ պետք է գուշակեք ինչ կարող էր գրած լինել Ավետը կամ Ֆելիքսը։ Շարունակենք տողը։ Շարունակենք տողը։ Ավետը գրել է Ֆել, դու ես գուշակում։ Վաղն ավելի ուժեղ եմ քեզ ես սիրելու այնտեղ, ուր արևը պետք է միշտ հասնի, իրեն անverջ սիրող լուսնի ամենախորը փոսին։ Պետք չէ։ Ինչո՞։ Հիմա ինչ պետք է անեմ։ Շարունակությունը պետք չէ ինչ։ Չէ։ Պետք չէ մի։ Չէ մի։ Հա, հիշեցի այդ երկը։ Իսկ ճիշտ հարցը ճիշտ հնչեց։ Հա։ Հանգով գնում է
հանգը մնաց գուշակել։ Պետք չէ։ Հա։ Պետք չեն չկա, Պետք չէ։ Պետք չէ զգրե։ Միած սկզբից արի ասեմ։ Ահա։ Հələ դու ասա։ Վաղն ավելի ուժեղ եմ քեզ սիրելու այնտեղ, ուրանի պետք է միշտ ասեն, իրեն վավեր սիրել լսեն, ամենախորը փոսին պետք չէ։ Հա, իհարկե։ Խոսել նրա մասին։ Պետք չէ։ Ասել եսին, ինչ լուսին։ Պետք չէ։ Ճիշտ է ասում էլի, ման ասա։ Մի խոսիր, սերը իմ լսիր։ Հա, դե հա, իմաստային նույնն է։ Հա, բայց ես գուշակել եմ։ 1-0։ Ես փորձել եմ գուշակել։ Դառնամ ստվերդ, հետդ քայլեմ, ճանապարհս։ Հեսա ասեմ ֆելոյական։ Քայլեմ։ Շատ բարդ է սա։ Նորից ասա, պետք չէ։ Ուզում կրվեք։ Որ կրվեք պատժվելու եք։ Հո, այդ միանշանակ։ Դառնամ ստվերդ, հետդ քայլեմ, ճանապարհս քեզ ճանապարհը դառնամ ստվերդ հետդ քայլեմ ճանապարհս քեզ ֆելոյական սիրուն բան է արեք ծառել մի հատ նորից սկսի դառնամ ստվերդ հետդ քայլեմ ճանապարհս քեզ Նայ, sense դառնամ ստվերդ հետդ ճանապարհս քեզ դառնամ ստվերդ հետդ քայլեմ ճանապարհս քեզ Ախր նախորդ ռիֆման որ լիներ ինքը կգտներ, է։ Գտնեմ է, ես ֆելոյագետ եմ, ես գիտեմ, հա։ Դա դու Որ մեկը մի հատ գոնե ֆլոյի մեջ ելնեմ։ Դառնամ գիշեր, անվերջ գնամ ոչ մի անգամ չշրջվեմ, դառնամ ստվերդ հետդ քայլեմ, ճանապարհս քեզ։ About հեշտ չի էլի։ Դե դու ենթադրի, ոչինչ, ինչ կգրեր։ Դառնամ գիշեր, անդարձ գնամ ոչ մի անգամ չշրջվեմ, դառնամ ստվերդ հետդ քայլեմ, ճանապարհս քեզ։ Շրջվեմ, ճանապարհդ քեզ։ Ինքը շատ գեղեցիկ ձևով շրջվեմի ընտիր ձևով ջարդել է այդ բառը, շրջվեմը ճանապարհդ հետդ շատ ճիշտ ես ասում, բայց ճանապարհդ քեզ հետ շրջել։ Մոքի այդ բառն է, էլի մի քիչ հա, հեշտ բառ չի։ Բրջվեմ չի կարա ասել։ Հա, ճանապարհս քեզ բրջվեմ։ Չէ, դե պարզա, չէ, ճանապարհդ։ մոտես։ Շրջվեմ։ Ինքը շատ ճիշտ, այնքան գենիալնի է շրջվեմը փոխե ու կոնստրուկցիա արե։ Ու ես հեսա կստանամ այդ միավորը, որտեղ ինչքան գովեցի ֆելոյից գժվելիք ուղեղի կառուցվածքը, ջնջեմ ճանապարհդ քեզ հետ, չէ։ Ճանապարհս քեզ ջնկա։ Քեզ ջնդվեմ։ Ինչով։ Ջայնամիս։ Շրջվեմ ինքը շատ սիրուն է այդ արը։ Ես կարամ տարվեմ ֆելոյից։ Իմաստություն շրջեմ։ Տարվում ես։ Չեմ տարվում, ցավը տար ես։ Զիջեմ, արի։ Ճանապարհս քեզ զիջեմ։ Արի մի տանջվեմ, զիջեմով ապոխ։ Այո, ճիշտ է, ինքը գտնում է։ Զիջեմ։ Բայց միավոր չես վաստակում։ Վաստակում է, իմ միավորներն էլ Չէ, ես տարվում եմ։ Ֆելոն այս երկրի միակ մարդն է։ Հերախոսս ու ջուրս էլ էլի։ Արի իմ միավորները այսօր մենակ քո։ Չէ, ցավը 1-0, հոգուտ ինձ որտեվ շատ ես իմ միավորները տալիս եմ։ Բայց գենիալնի ձևով է արել էդի։ Այդ կարեք։ Լավ, բայց կարաս հետ բերես միավորը։ Բայց զիջեմ ասեցի։ Լավ, 1-1։ Կարաս 1-0 միավորը, եթե մոտդ մի 100,000 կա։ Եթե չէ, 1-0, եկեք լինենք հայեցի։ Այնքան սեր եմ ես երկել, որ տիեզերքը շարունակություններ կարող եմ ասել։ Այնքան սեր եմ ես երկել, որ տիեզերքը բացես թողում ու սիրտն է իմ սիրո շնչով ներկել։ Երրորդ տողն է դա։ գրկել, ճիշտ է ասում։ փրկել, տաղանդավոր այս ֆելոն։ Չէ։ տիեզերքն եմ ես գրկել, այնքան սեր եմ ես երկել, որ տիեզերքը չի գրկել, Չէ։ Որ տիեզերքը չի։ Դու էլ գուշակյալ։ Լավ խաղ ես բան արել։ Այնքան սեր եմ ես երկել, որ տիեզերքը չի։ Այդ բառը ու սիրտն է իմ սիրո շնչով ներկել։
Չի հերքել էլի, դե պետք է ասի էլի։ Մալադեց։ Չի հերքել։ Իմ տուպոյի ռիֆմապլոցտվան ինքը գիտի, որ եզերքը չի հերքել։ Բայց սիրուն է շատ։ Շատ սիրուն, իհարկե։ 2-0 20-0 Պորտուգալիա Հայաստան խաղն է, դառնալու է։ Որտե՞ղ ինքը սենց տենց խոսքերին Ռոնալդոնային Ֆելիքսս։ Իսկ դու լույսի հետ փարվի, գույնի հետ բացվի, արևին փարվի, սիրով։ Իսկ դու Լույսի հետ փարվի, գույնի հետ բացվի, արևին փարվի, սիրով։ Ախր ես էդի ֆելոյի ձենով է պետք է լսել։ Ես հատուկ իր ռիթմայով չեմ Իսկ դու Լույսի հետ բացվի, լույսի հետ բացվի, սիրով։ լցվի։ Համարյա, մոտիկ է։ Չէ, էդի ես տենց կգրես սիրով։ Երկու տար պակաս Սիրով ասացի։ կացին կգրեմ։ Տարերը նման են, բայց Լցվի երկու տար էլ ավելացը։ բայց իմաստը այլ է։ 3-0 3-0 Լվացվի, բա, էտա Հատես։ ջան։ Այդ ուղակի խորհուրդ է, տես։ Դի պրոստա քրջոդների ուղակի խորհուրդ է, ամեն դեպքում։ Աննկատ ես դարձա, որ շարունակությունը հիմա դու կգուշակես, ասեմ, հենց քեզ հանդիպել եմ, հասկացել եմ, որ սիրում եմ քեզ։ Վերջը է դա։ Աննկատ ես դարձա, որ ես նա հենց քեզ հանդիպել եմ, հասկացել եմ, որ սիրում եմ քեզ։ Աննկատ ես դարձա, որ չգիտեմ, մոտենամ, չգիտեմ ինչ անեմ, 4 բառ։ Աննկատ ես դարձա, որ Դեր անուններով, լավ։ Թող գրվի մի հատ։ Լավ, ավելի շատ։ Որ չերևամ, չգիտեմ ինչ Աննկատ թափանց։ ես դարձա, որ իմ սերը։ Ահա։ Ես Հենց շատ քեզ լագիչ հանդիպել եմ, հասկացել եմ, որ սիրում եմ քեզ։ Աննկատ ես դարձա, Որ իմ սերը տեսնես, որ գտնես, գտեսնես, հայ շատ մի գնա աննկատ ես դարձա, որ քո սերը ես գտնեմ, Չի մի հեռու գնա աննկատ ես դարձա, որ քո սերը ինձ Դու, Աննկատ ես դարձա, որ իմ սերը դու դու։ պոյ մտածի, իմ նման մտածի, վայ, ինչքան է քեզ դժվար է նայի։ Եղեք ջան, թողեք եսից խարազան եմ։ Աննկատ ես դարձա, որ քո սերը ինձ Ռիֆման աննկատից, չէ՞։ Նա ինքը սխալ բաներ է։ Վայ, բայց Աննկատ ես դարձա, որ իմ սերը դու, Ինչ ինչ անես, հենց քեզ հանդիպել եմ, հասկացել եմ, որ սիրում եմ քեզ։ Այդ ինչ անես։ Նկարես, երևաց երևակա ես, Չէ, ճիշտ է իմ ես բանը, աննկատ ես դարձա, որ իմ սերը դու նկատես։ 3-0 Բրավո, ջանի։ բրավո։ Աննկատ ես դարձա, որ իմ սերը նկատես, տես։ Չէ, Իհարկե, բարև համեցեքներ, տես։ Ինչքան բարձր, այդքան ցածր են հարցերը, կարծր են աչքերը, քաղցր են հյութերը, թանձր են նյութերը, արգելված են թմրադեղերը, Համարյա, նյութերը, ապրես։ Ինչ նյութերը։ արգելված են Դավեր նյութելը։ դավել նյութելը։ Բայց քեզ միավոր։ Չէ, Նյութերը ասել ես։ միավորը, չէ, 4-0 է բալես։ Աշխարհում անհույս, դու հույսի մի լույս։ Բյուրեղյա ծաղիկ, ի՞նչն ես դու հոգուս։ Խաղալիք, շաղիկ, լահաղիկ, խաղիկ։ Կույրաղիկն էլ չի դե։ Դե չէ։ Կույրաղիկն ես դու հոգուս, բայց լավ։ Իմ հոգու Լավ կույրաղիկ։ արտահայտություն է, չէ։ Կույրաղիկ։ Ինչքան կույրաղիկ կա։ Ֆելս հələ Մի րոպե մի հատ էլ ես հեսա քեզ կօգնեմ։ Աշխարհում անհույս, դու հույսի մի լույս։ Աշխարհում անհույս, դու հույսի մի լույս։ Բյուրեղյա ծաղիկ։ Ինչն ես դու հոգուս։ Ավետական, sense ռոմանտիկ մտածի։ Հոգուս։ շողը, լույ արև։ Ավելի դեմոդ է։ Հին մտածի, ֆելոս։ Հոգուս ինչ են ասում մամաները։ Հոգուս ինչ։ Հոգուս։ Զարդը։ Ապրի տղեր։ Ապրի բալեր։ Արա զարդը։ Զարդն է։ Զարդն ես իմ հոգու։ Մի խղճահարվի։ Իսկ ինչի դու չես այսքան ժամանակ օգտագործել մանյակ բառը քո երբ։ Ով ասում չեմ օգտագործել։ Հա, օգտագործել։ Մանյակ նկատի ունեմ ոչ թե։ Արդեն ոտով օգտագործում եմ։ Մանյակ, լավն է։ Անմահական թե ինչ մանյակ ինչ որ տենց բաներ ուներ, չէ։ Մանյակ ուներ։ Հա, ինչ որ մեկը տենց ինչ որ տենց տարօրինակ բան տենց երկերի մեջ կար, չէ։ Դրախտի հետ կապված, թերիների հետ կապված ինչ որ
Անմահական մանյակ ունես։ Նեկտար, չէ, նեկտար։ Բայց ինչ-որ մի բան մանյակը բայց տևին էր կապած ինչ-որ մեկի, ինքը նույն էլի դաշտում էր։ Սենց միջին բոյ աղջիկ էր, չես հիշում։ Հիշում։ Ինչ մանյակը, չգիտեմ։ Սիտուացիոննի կաշը։ Մանյակն եմ հիշացնում, ոչ թե աղջիկը։ Լավ, վերջին։ Ես պետքա 6-0-ով բարոյական հաղթանակ։ Դու գուշակի, սառած աչքեր քամու մեջ տակ, ինչպես էջ փակ, քնած։ Так։ Դե վсё, դե պետք է ասես։ Քնած։ Սառած աչքեր քամու մեջ տակ, ինչպես էջ փակ, քնած։ Տափակ։ Ով։ Արա քնած տափակ։ Բա չի լինում։ Մեր սա շրջապատը Ֆելո ջան, սա օրը ինչ է։ Քնած տափակներ։ Լավա գոնե գիշերը չեմ։ Գտե գիշերն է։ Քնած Թուփակ։ Ապրես։ Ինքն էլ է, ինք Թուփակն էլ է հենց այդ ինչը որ ես գրել եմ։ Այո։ Քնած Քամակ։ Չէ, չէ, Ֆելոս գրագետը։ Քամած կգրեի, եթե գորեգ։ Քամակ։ Քնած Ով։ Թուփակը որոշակի դեպքերից հետո դարավ դրանից ու հեռացավ։ Քնած Դիակ։ Հա, քնած դիակ, ապրես։ Ֆելո իմ մահվան փիլիսոփայություն շատ ավելի լավ սերիալի իդեա է ստալի քնած դիակը։ Ուրախ թաղում է։ Այո։ Հաճելի սուփխեջ։ Գուշակի։ Քնած։ Ես 6-0-ով եմ գնալու երեխեք։ Սառած աչքեր քամու մեջ տակ, ինչպես էջ փակ, քնած։ Մալադզեց, այ որովհետև գնում է հրեշտակ։ Քնած հրեշտակ, իսկ փախնում է։ Սառած աչքեր քամու մեջ տակ, ինչպես էջ փակ, քնած հրեշտակ։ Ինչ ուզես արեց հայ ռեպի հետ։ Ոնց իրան հարմարը ծռեց այս բիզնեսը։ Մի կտորը մարմարի վրա եմ դրել։ Ավետին պատժելու ենք, ավետը պարտվել։ Անհնար պարտություն, դա հնարավոր չի։ 6-0։ Ես ուզում եի ինքը հաղթի։ Գիտես, դա կոչվում է նավիճկան վիզիոտ, որովհետև մարդ առաջին անգամ մի բանի մասնակցում է եւ միամիտ չէ։ Մեր բոլոր ընկերները, ովքեր իրենց բոլոր տները վաճառեցին, այս վերջերս միամիտ բախտը բերելով նրանք կապացուցեն, որ այդպես է։ Տենց է, ճիշտ է։ Սկսնակի բախտը մի անգամ կարող է բերել։ Ես այդ սկսնակն եմ այսօր, որ առանց այդ ոչ մի երգ լսելու գուշակեցի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարտվել աստվածներին։ Դե զանգի ոստիկանությունը ջեբս եկեք։ Զանգի։ Բայց ես երեխուն են դատելու, բա։ Ում։ Այդ երեխան ոչ ոք չի իմանա, որ ինքը կապ ունի դրա։ Ինքը բաբշե կապ չունի։ Զանգի ասա։ Բարև ձեզ, ես որ հասցեյով։ Վաղարշակ Թունգունյանն եմ։ Մեզ շատ կարևոր է, որ գտնվում եմ վերնիսաժի մոտ, իմ մոտ կա 3 կիլոգրամ հաշիշանման զանգված։ Չգիտես տանաշե զանգված։ Կամ հեսա $1000 տալիս եմ այս խալի վաճառողին, կամ եկեք ինձ բռնեք։ Ադբոյտու հանվի ու վազի այդ վերնիսաժով, տերեք ինչ ալնում։ Այդ վերջի պահնա խնդալը։ Բայց կարաս տես հանվելը անեմ։ Առանց զանգի վերնիսաժով հանվելը դուզեց բայց։ Կանես։ Ոստիկանություն զանգի։ Չէ, եկեք տես բան։ Վերնիսաժով վազելը ինձ ու մարդկանց էլ գերագույն հաճույք։ Այո։ Կարաս տես բան ասես, բանից հետո հաղորդումից հետո նկարենք։ Ինչ կանես էլի։ Վերնիսաժը հիմա բաց, հա։ Արի գնանք առաջի հանդիպած 5 հոգուն մարդը 1000 դրամ կտաս։ Ինչ։ Ընդ ես այդպես դառնում եմ։ Մենք կրիտիկը նկարեք, ոնց է։ Այդ մարդը ասում բարև ձեզ արես 1000 դրամ, տալիս են ատամները տապում են փորը, հենց առաջի 1000-ից։ Հա։ Ֆել ես այդպես արել եմ իրանց համար էտի։ Արա չէ, կյանքս արա։ Ահա չէ, ճիշտ ասում։ Կամ ուզի 5000, կամ 1000 դու կամ 5 ուզի։ Չէ, 1-ից 1000 դրամ ուզեմ, իբր չունեմ։ Ավելի լավ է ուզեմ։ Ասա 1-ից 5000։ Այսպես հագնված են դեմոդե շարֆը սևրես։ Պալիտ կլնես, այդ չեն բանանի, ոչ մեկ չի հավատա։ Կհավատա։ Իսկ որ մոտենաս պրոստը 1000 դրամ տաս, ասես մերսի ու գնա։ Նեղությունն է երևում, այ քոնի մեջ դուք լավ եք ապրել։ Արի, ուսել անենք, 1-ից գումար ուզի։ Արի 5 հոգուց 1000 դեկալ, մեկին մի հատ 5000։ Ես այդ կա ժամանակ չունեմ։ Դե վсё դենավ էլի։ Մեկից 5000 Արի, պրոստը 1000 կտաս։ Մեկին 5000 տամ, մյուսից 1000 վերցնեմ։ Իմ կարևորն է։ 4 կորցնում ես հավայի։ Չեմ ուզում, եկեք մեկից 10 փուրն ես։ Չէ, 5 էլ չեն տա երեխեք։ 1000 ուզի, մյուսին այդ նույն 1000-ը 1000-ը տամ։ Վсё։
Պաջի դե հիմա։ Մեկից 1000 ուզի, հետո մի երկու վարքյանից ասա՝ «Մի րոպե, տար հետո էլի իրան»։ Չէ, դե Բայց տալուց ասա մերսի ու գնա։ Մենք կնկարենք թակուն։ Եկեք հիմա էֆիրնի այս պատիժը գրենք։ Դե միջև այդ էֆիրնի։ Հիմա ինչ ենք անում։ Հա, սա գնաց։ Ջանումից, ես ոնց։ Okay, Նորից խաղալու կարող ֆելոն պարտվի։ Ֆելոն երբ չասես։ Այդ վատ այդ դրանք ֆու կդնեք, ձեն կդնեք, մնացածը հեչ։ Հա։ Բայց այդ անելու ենք, չէ՞։ Վերնիսաժը, այդ հետո հաղորդման վերջում։ Հիմա խաղում ենք գուշակիրով եմ, ձեր գլխին հայտնվում են նկարներ, ու դուք պետքա 10 հարցով կոչիրելի խաղն։ Բա ուր այդ նկարը։ Հեսա կբերեն։ Եվ այսպես ինչա կոչվում։ Գուշակիր ով եմ։ Գուշակիր ով էի։ Առաջնահարցը ես եմ 10 հարց պիտի տաս, այո ոչ պատասխանով գուշակես։ Եթե չես գուշակում, պատժում է էլի։ Բայց լավ կփորձեմ։ Իմն էլ մենջ չի որ հեշտ է։ Լավ, դու հարցրու, դու սկսեցինք։ Կինեմ։ Այո։ Կինեմ։ Այո։ Երկչուհի եմ։ Ոչ։ Միձինի եմ։ Ձիերի հետ կապ ունի այդ բառը։ Դե մի ձիով եմ գալիս գնում։ Չէ, Միձինի։ Այո, ձինի։ Միձինի եմ։ մեծայից է։ Մի քանի ձինի, նույնիսկ կարելի ասել է։ Երկու ձինի։ Երկու ձինի։ Yes։ Մենակ միձին եմ, թե երկում էլ եմ, չի կարելի տենց հարցել։ Արդեն բա ասեցի սկզբում, որ չի երկում։ Չի երկում։ Միձինի կին եմ։ Մեծահասակ եմ։ Ոչ։ Միձինի, Բայց ինչ-որ գոնե միտեղ մոտենում ես։ Բացարձակ, որովհետև բացարձակ, շատ ստանդարտ հարցեր է ստարել, այդպես լիքը մարդ ամուսնացած է։ Ամուսնացած։ Ոչ։ Հայաստան։ Ասելիս Ծգներդ դողում են։ Ասա ինչ Հայաստան, հայա նկատի ունես։ Այո, իհարկե։ Բնականաբար։ Դու էլ լավ ճանաչում ես։ Էդ էլ իմ կողմից քեզ, էդ էլ ոնց մի հուշի։ Մի խղճահարվի։ Լավ։ Դու էլ ված չես ճանաչում։ Ես ճանաչում եմ։ Այո, ասեցի արդեն։ Չեսնեմ ես, ինչ չեսնեմ ես։ Բայց իմ մոտ 10 լրացել է արդեն։ Ինչի ես չեսնի, ինչ նկատի ունես, որ 30-ը հաշվեցի։ 8-ը հաշվել, okay։ Դա շատ նորմալ չեսնություն է։ Մեր հիմնական փոքրատուսից է ինքը։ Ես ձեր փոքրատ Ես կուրսի չեմ Մի քեզ անիրեք, երիրեք, դու 4 եղել ես, նորես իրեք։ Հիմնական փոքրատուսից է։ Երևի։ Ոնց ես պատճառ, մի ձև չես օգնում, էլ լուրջ ուզում եմ 10 Մեկ հարց։ Ես հարցեր կա որ չեմ հասկանում, չեմ ինքը մեզ հետաքրքիր է։ Ասեմ քեզ ավելին, դաժե ինքը մեզ հետ է։ Սենց ասեմ մեզ հետ։ Այո։ Մանե Գրիգորյա։ Այո, ապրես։ Սկոկոնի։ Հետաքրքիր ոնց գուշակեցի։ Գուշակել է, բայց ոչ մի բան չեմ հուշել։ Հուշել է։ Okay, հիմա ես եմ հարցեր տալու։ Իմ Ջոնին։ Կյանքում իմ նկարը չէի դրել։ Հա, ինչ։ Սերը կասես։ Կոնսերը չեմ ասելու։ Դու ո՞նց ինձ վիրավորեցի։ Կին թե տղամարդ։ Այո ոչ ասել։ Այո, ոչ պետք է Օ, ասել։ տղամարդ է։ Ոչ։ Կերա։ Բարձրահասակ։ Ոչ։ Երաժիշտ։ Շատ։ Շատ ոչ բարձրահասակ, շատ երաժիշտ։ Հայ։ Հայ։ Մաքուր։ Էդ էլ հաշվի մաքուրն է։ Հաշվում է։ Մաքուր հայ մի հատ հաշվի ֆելոս։ Ես ճանաչում եմ։ Վայ տնաշեն։ Մի հուշի։ Վայ տնաշեն։ Ինքը։ Մի բառ ասեմ, թող մի անգամից դե հուշեմ էլ։ Լավ, ինչ ուզում եք արեք։ Ընտանիքի։ Բա սպորտի հետ կապ ունի։ Ինչի։ Ահա, մեր սպորտի հետ, հա։ Մեր ախպեր սպորտի հետ շատ։ Դե ասա արդեն դու պոյ չես, կյանք։ Շեմի, ես գիտեք ընտանիք, սպորտի հետ կապ ունեցող, ընտանիք։ Երկիչ, ոչ այնքան բարձրահասակ, երկչուհի, ընտանիք,
Չուհի ասեց։ Չուհի եմ ասել, չի լսում։ Արա ասեցի տղամարդ եմ, ասեց հա։ Գայասի ոչ։ Հետ տվեք նայեք Ժողովուրդ ջան, հերյուրակ ես։ Մարտան։ Ապրես։ Այդ հասկացել եք, բայց սկս չէ, մի րոպե։ Կանք ասել են։ Մենք հիմա կստուգ ենք։ Մի հատ նայեք, ես ասի տղայա թե աղջիկ, ասեցի տղամարդը ասի ոչ։ Տղամարդ է։ Ոչ։ Ասեց ոչ։ Կյանքս ես քեզ կխափեմ, բա ամեն ճանաչեմ։ Որտեւ ես ուրիշ բան էի լրիվ մանգալի։ Քորանամ ես, այս աղջիկան ինչ է հարցրի։ Ես պետք է տանենք մեզ։ Ես պետք է դες շատ անարդար խաղացիք, էլի երկուսդ է շատ ուշեցիք։ Հա, ոչինչ, ուրիշ խաղ ենք խաղում։ Ital Solar, ժամանակն է ստանալ ավելին։ Լավ, ոչինչ, հիմա ես ես մեկը արդեն ձեզ կխաղեմ։ 5 շատ տարբեր բառեր եմ տալիս։ Ֆելոն ավետին ասում տար, որ տառով սկսվող բառերով դու պիտի այդ 5 բառը բացատրես իրան։ Միայն այդ տառով սկսվող բառերով։ Ու դու էլ։ Դա կարեք տարբեր տառեր ասեք, էլի։ Այս ձեր 5 բառերն են։ 5 բառը, այս 5 բառը Հիմա ֆելոն կասի քեզ տար, դու այդ տառով սկսվող բառերով պետք է այդ 5 բառը ֆելոին բացատրես։ Ընտիր խաղա ես։ Ես պատրաստվել եմ ձեր գալու։ Պարասա, ինձ ես այդ Տարասեմ, հա, հեշտ։ Հենց տարասեմ, որ մի քիչ adekvat, չէ՞։ Adekvat տարից։ Քյով։ Էդ ինձ ասիր։ Քնված տարը, չէ, ընտիր տարը, ցավ, դա ինչ։ Քնլավ տարը։ Քն ամենա տարնա։ Քյով ինչ եք մենակ պատկերացնում։ Հա։ Ես Կա, ուզում եք փոխեմ տարը։ Քրիստոսն էլա, չէ։ Հիմա ես իմ առաջի բառը քյով։ 5 բառն էլ քյով սկսվող բառերով։ Հիմա ես պետք է օրինակ, եթե ինձ ասել քը, այս ինչ որ ձև սրա քյով վերսիան ասեմ։ Չէ, այդ բառը բացատրես քյով սկսվող բառերով։ Ոնց ուզում ես։ Okay. Քյով սկսեցի։ Լավ է։ Շատ տարես պրոստա ասեք, քիչ բայ կա, քիչ բայ։ Բայով միայն։ Չէ, ինչ ուզում ես ասել։ ավելի հեշտ է, էլի։ Ես ասեմ, ես կհիշեմ հիմա։ Կհիշես, ես վստահ եմ։ Քյուզ լուրը չեմ կարա ասեմ։ Քյովա։ Ուզում եք ամեն բառը ուրիշ տառով բացատրել։ Կարելի է, բայց քյով հեսա մենք այդքան տուպո չենք սպասում։ Ուզում ես քն դու ինձ ասա, ես իմ առաջինը քեզ քյով բացատրեմ։ Չէ, ցավը տամ, հեսա ես իմը բացատրեմ քյով, որպես Քյով, գիտես ինչ ընտիր բաներ կան քյով, քյաբաբներ ու քյաստուրմա քյով այդի քոնիֆա քոնիֆան դրա հետ էր կապված ու փոխենք եթե քլոր ես ինչ ասում եմ քյով լսի էլի քլոր ինչ քլոր քլոր ինչ գունդ կամ բայց քոնիֆա թող ախտի լավ ես գտել քոնիֆա ես չգիտեմ բացարձակ տեղել չեմ քոնիֆան ինչա քյով որ լավ Քրիստոֆեր Քրիշտիանո Այո Այ ինչ անում Քրիշտիանո ապրին տղեր ապրես Քրիշտիանոն լավ գտար ապրես քշական գտար 1-0 Կարելի ասել մնացածն էլ հա մնացածն է բայց դու տարը փոխի Չէ հիմա դու ինձ ասա ես ասեմ հետո ես հերթով եկեք տարով մարդկային տարով կասես մի բան ցավը տանը հա տարով տարերը փոխեք մենք տարով ասա Տիցիանո ինձ ասա օրինակ բան էլի ասենք տխմար ուզում ես ինձ վիրավորես այս ծրագրի շրջանում պետք է երկար որովհետև այդքան հեշտ չի չես կարող գուշակես որ չեմ ասել չեմ ասել դեռ չեմ ասել Տզրուկ չէ լսի բա դու չգիտես այդ բառը դու չգիտես իհարկե չգիտեմ ես պարզապես կոմունիկացիայի մեջ եմ Ֆելիքսի տխուր այդտեղից սկսենք այո տխուր կարա շարունակես օրինակ տխուր տատրակ տտիմ եղանակ այո տրոմբ այդ բառը տյով կարա չլինի տիեզերքում բացարձակ
մթություն, բացարձակ։ Տանիքի տակ, ես տեյով է, Տեյով, տանիքի տակ, տատիկ, տրված, տխմարության է։ տրված դրան քուն է մտել։ Տատին։ Քրիստոֆերի հետ։ Չէ։ Քյուզլուրանում տատին։ Տատին իր տլուխը տարել է։ Տարել է անկողնու այդ տատվածին։ Թախտ։ Ոչ միայն ամբողջ տարմինն է տարել, այլ միայն ուսերից վերև գտնվող տատվածը։ Տատու քամակը քեյով։ Տատվածը ուսերից վերև, ոչ թե ուսերից ներքև։ Տատվածը ուսերից վերև։ Ինչի վրա է տատիկը տնում տնելիս։ Տանը։ Երբ որ տակ է տրսում։ Ֆելո, ինչ էլի։ Թերես, կոսա։ Ինչ էլի դու հաղթի, որովհետև դա տրտմություն է բերում անքուն տատու։ Բայց տատը իր տանիքը ինչին էր տրել։ Տատրակի տտրուկներից պատրաստված կտորի մեջ լցրած։ Վայ, տատրակին երբ որ տտրահան արեցին, լցրեցին դրա մեջ, դրեցին տատրիկի գլխի։ Հարիսա, այո։ Իստոմա Հարիսան է ճիշտ պատասխանը։ չէ։ Հարիսա, որից սարքեցին տատուն։ Ճիշտ է բացատրում, որտեվ եթե տատը անքուն է, ճիշտ չի խաղում, բայց ճիշտ է բացատրում։ տանիքը տրտմության տակ դրված տատին է, որ տատին իր տրտմում է։ տլուխը տրտմության տակ տանիքի տիեզերքում տարել էր այդ անտերին։ Անտենան։ Հա։ Ուրիշ կողմից է կարող պատմել։ Մի հատ անքուն տատուց։ Ուրեմն տատին Տատին իր տրտմության տլուխը տատին տիշերանոցով իր երեկոյան տտրուկը տտրել, լրիվ կերել վերջացրել, մտել իր բոլոր գիշերային տտրները տտրել, արդեն էլ ոչ մի բանի կարիք չունի տատիկը։ Մահացը, մահ։ Եկել է անկողին տախտը։ Նա բարկում է տախտին։ Այո։ Տախտի վրա կա միայն փայտ եւ երկու անկողնային պարագա։ Այո, մեկը բարձ։ Բրավո։ Բարձը Բա գլուխը ինչին էր դնում։ Տատրակը։ Տատրակի փետուրներից տտրած տտրուկը բա Դո բալիշ, այո։ բարձ։ Մեկ, ինքը գնդակը ասես, չէ՞, ուֆ։ Հա, բայց Բալիշը եւ Կարլսոնը։ Մենակ էս խաղալու ոչի համար իրան երկու միավոր տվեք, հանջումով դու։ հիմա դու իրան տարածա, բայց մեզ տար որ հեշտ բառ է։ Ինչ տար ես ուզում Դու ասա ցավը տանեմ, դու ինչ տարածես լեյով ապրես, որտեվ լեյով Լեն աշխարհի ամենաուժեղ տարերից մեկն է, ես գիտեմ, ասա։ Ինձ կուզեի լեն, բայց ոչինչ։ Լահմաջոլը, լալալիլի, լալալա։ Լեյովա։ Հա։ Մեղեդի։ Չէ, այդ կոնկրետ լոբի լոբու ուրիշ լայնակի Բոլոր ոչ էլ լմիտար որ լորի մեջ մի մծրա ինքը մանեջարես ինչ բարեր ես գրե բանես ես էլ եմ մոռացել։ Այդ լեն հանի նոր։ Լեզվի դիլիջանի Պավարլոտ Լիլիջանի։ Լիլիջանի։ Դիլիմ Լահմաջոյա ջուր Դիլիջան Ինչ են Անում լապում Կուկու Եգիպտացորը ապրիմ տղեն Այո։ Ոնց են բանը չլիներ, Համբուրգեր ասում եմ ինձ խնդրում եմ ստարով բացատրես քո երկրորդ տատրակը Սիմոնը այո Սանկտ Պետերբուրգում այո Սուսաննային սպասեց Իսկ Սուսաննան չէր սլանում դեպի նա այո Եվ չէր նլանում դեպի սա Էդ էլ նա վսակի ասեմ, միգուցե մեզ լսում են նաև ուրիշ մոլորակներից
Սիմոնը սպասեց, նայեց, ինչի մցրեցին արանքում։ Որովհետև երկար է սպասել։ Այդ ընթացքում մի նամակատ է անցել այդտեղով եւ նա դա նկատել է։ Սպասեց, նայեց իր սերքին, տեսավ, որ աղջնակը հեռանում չի գալիս եւ սնած էլի իրենց սյուղերը։ Ուր ինչի պատճառով նա հասկացավ, որ աղջիկը այլևս չի գա։ Որովհետև սիֆիլիս ուներ, Ստեփան։ Նայեց իր ձեռքին, տեսավ Ռասպուտինի նկարը ու հասկացավ, որ չէ։ Սպասեց, Սամակատը անցավ, սպասում է, Սերգեյ Իվանիչ անցավ, Здравствуйте, Սերգեյ Իվանիչ անցավ, Սանկտ Պետերբուրգ, ինչ-որ մեկին կտրտեցին, ուտեցին ձորը, կապ չունի, սպասեց, եւ նա չեկավ։ Նայեց իր սերքի, սերնոցի մի քիչ այն կողմ շամացույցին եւ հեռացավ տուն։ Կեցես։ Այո։ Բայց սոպը սիֆիլիս ուներ։ Այո, եւ նրա որտեղ այդքան չեն սպասի եւ նա փոխեց իր սերը։ Սերք։ Դարավ Ստյոպինյա։ Այդ ինչ մաս էր օրգանիզմի սերքը։ Սերքը դա ձեռքը մի քիչ հիվանդոտ ձեռքն է։ Մի քիչ վնասված, այո։ Ինչ ես ուզում Դու ես տարասում ֆել։ Այ ֆելը, վայ Տար, հա։ տարաս։ Դա ինձ թվում է ժտարը պիտի որ Ժյով։ Ժուդեքս։ Աղրետ։ Դրա վրա ոնց կարելի է ժյով ինչ որ բան անել։ Դե մի 4 նորմալ տառը սերքային են։ Հիմա ես դրա վրա ժյով, չէ, ժյով ես պետքա տանջվեմ, որպեսզի Չէ, ժյով տանջվի։ Նայ, ժուշկալ մարդը։ Ապրես։ Ժետոնը ձեռը Գնուման է ժյով պիտի ասի։ Ժնումա։ Ժամանումա։ Մետրո։ Չէ, հանգիստ սպասի ես է քո ոճով, ոնց է սոպը սիֆիլիցիկ սպասի։ Ժամացույցը ձեռը սպասի։ Մինչև էր սպասի, որ ժուշկալը, Սպասում եմ, ժուշկալը։ որը ուներ ժանյակներ, Ատամներին։ ապրես։ Ատամ։ Ժանյակները։ Շատ հեշտ ապրես։ Շնորհակալություն։ Ապրեք։ Թե չէ ինսուլտի չհասնել, միջև վաղը չհասկանում։ Շուտ չէ գուշակում։ Ինչի ես ուզում, բայց ժյով ատամների վրա ես քեզ ինչ քո բանով բացատրի, որ մի անգամից ասի։ Ժանտախտ։ Աչուբա։ Ճիշտ ասում եմ։ Գալուբա։ Ասա, ով է ես եմ։ Դու ինձ ես տառասեմ։ Ասա։ Գիտես ինչ, դու ժ ասիր, վիրավորելով ամբողջ համակարգը ծյով։ Ծերուկը։ Բարի բաներից ես։ Ծերուկը։ Ծայրաստիճան ծանր ծուռ էր արթնացել։ Այո։ Նա մոտեցավ, չմոտեցավ։ Նա ծոտեցավ։ Այո, որովհետև ծուռ մարդիկ հիմնականում ծոտենում են, այսինքն ծոտ ձախ, ծոտ աջ։ Ծոտ ձախ, ծոտ աջ, ծոտ։ Այսինքն հասավ։ Ծերուկը ծոտում էր դեպի այնտեղ, որտեղից մի գուցե կամ ծիգուցե նա ծայր ներքև, ծայր դուրս եւ տեսներ տարբեր ծարտկանց։ Թե նրանք ինչ են ուր են ծայում ծարտիկ։ Ծերուկը դա Չէ, դա ծնեբեկ արեց իր գլխի մեջ եւ նայեց դուրս, ծուրս։ Որտեղից ծերուկը ծայեց ծուրս։ Ծատուհա։ Շնորհակալություն։ Այ ապրես։ Այ ամեն ինչ արժե ես։ Շնորհակալություն։ Մի բառ մնա։ Չէ, երկու։ Տարասը։ Տարասեմ։ Այո։ Բայց հավասար է։ Ղեյով։ Այո։ Ղրիմում։ Այո։ Գլոնները հավաքված են։ Գլոնները, ահա։ Մարդիկ եկել են։ Ղաուրմա ուտելով ինչ են նայում։ Հրիմում։ Կապ չունի։ Կարա Ղազախստանում ես հաղորդում։ Բարահանդես, ինչ որ կրկես։ Գլոններ։ Ապրիտ են։ Կրկես։ Կրկես։ Մալաձես։
Ղաղրացուներն էին դրանք։ Ղաղրացուները։ Որտեվ գլովները ռուսականն էին, ղաղրացուներն էին այդքան։ Բայց գրիվում էին դրա համար գլովներն էին։ Այո։ Սաղ տուար է, պրոստը տուար։ Բադ բանը։ Տուարը, թո մարդ չիմանա ինչ ասե, պրոստը թո չիմանան այդ բառը։ Պետք է չի գուշակել։ Պրոստը այդ բառը հանի։ Ինքը սենց ամ հալա տո շարունակի։ Բա ինչի ինձ սաղը զարմացած, միջում ամենա այլանդակ ռեպերի հետ եք նստած դուք, ամաչեք իրա գրվածքների։ Ինչ տար ենք ասում, ինչ տար ենք ասում, ով է տար ասում։ Դու ես ասում ֆելոին։ Ես Կոմոդ քանի կընտրեմ բառ է մնացել։ 1-2։ ամենալավ տառը, Ավայ։ ցն։ Որ դու ցոլաս։ Ցիցերնակս։ Ցեյտնոտի մեջ։ Ցիստիտ կանիշտ։ Ցեյտնոտի մեջ ցածն ու ցածունը ցառնվում են իրար, ցառնվում ու ցառնվում։ Ցովերը ցտուկներից կաթը ցտում, 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 ցտում։ Ցանիրը գտում, փթում, հթում, հթում։ Կրանք ցառնում, 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 քանցում, փանցում, բացում, հանցում, հի։ Մածուն։ Ապրես։ Իմ տղա։ Շնորհակալություն։ Բայց բանիվներ։ Դժվար է։ Բայց բանիվներ։ Անիվներ չէ, Ուրեմն ուրեմն լավ է չէ։ գուշակել ոչինչ թողնի պարմած։ Հատուկ է գրեպանի, Ես ձեզ ասել եմ մի խղճահարվեք։ Ես ձեզ ասել եմ մի խղճահարվեք։ Ասա։ Հիմա Տառ ասա։ բայց Մի հատ էլ վերջի բառերն են մնացել, վերջին երկու բառը։ Չէ, մեկ։ Իսկական կանոններով խաղանք։ Իրա։ П։ Պայով։ П-ով իսկական բառեր։ Պայով իսկական։ Միայն։ Պայով իսկական բառեր պետք։ Հենց տենց ես ուզում սկսի, հա, միանգամից պայով իսկական բառերից։ Okay։ Չեմ հավաչում։ Իբր ես բան եմ։ Okay։ Ես քեզ ասում եմ, Տարողի։ Պուգաչովան, Պուտինը, Ահա։ Պուգովկինը, Կարաս անուններ էլ։ Պուարոն, Էրկյուլ Պուարոն, Պուտ Գիրոյը, Պիղծա այդ կենթանին։ Մի հուշի։ Մի ասավ կենթանյան, Մի, չեմ ասում հələ, պիղծա։ պիղծը, Այդ կեն։ էդ, Կեն։ էդ կեն պինդը, պիղծ, Պայով հիմա ես կհիշեմ դրանից մի հատ տարատեսակ։ եթե պիղծա պայով մի հիշի, Պանակոնդա։ Խնդրել էր երեխեն։ Վիշապ, օծ, կոբրա, Բայց խալ խաղացիր է։ Հա, կյանքս։ Հա, ավելի ճիշտ կլիներ օրինակ Պուգաչովա բան, թեկուզ տես խոցոտ կանանց անուններ ասեի։ չեր անի տենց քայլին, շատ հարգում եք կանանց։ Պուգաչովայի նաև Ես ուզում եմ այդ կնոջը այս տարիքում միշտ այս տաղավարում եմ ասում, ինչը բերում է մեծ խնդիրներ իմ կյանքում։ Հա։ Դե չէ, ամեն դեպքում զգուշ կլինես։ Եվ վերջում Լավ, ֆել, դու Դու արի նորմալ։ Ես այս խաղը ընտրել եմ ձեզ համար, որովհետև ձեր Բայց շատ սիրուն խաղաց ու ֆելոն։ բառապաշարը։ Okay, давай, Ձեր բառապաշարը շատ մեծ է, ուզում եմ այդ տառով բառերով բացատրել։ Տառ ասա։ Դու ասա տառ։ Ես տառ եմ ասում, որով դու բացատրում ես տառերից ֆայով, որով սկսում է քո հանճարեղ անունը։ Եվ որով ընդամենը 7 հատ բառ կա աշխարհում։ Ու Հիանալի։ դու կարող ես այնքան հանճարեղ ուղեղ ունես, որ ֆ տառով կբացատրես քո վերջին ֆանտաստիկ Իսկ կարելի է որ ֆն գոնե բառի մեջ էլ լինի։ Իհարկե։ Ոչ ֆայով սկսի, այլ գոնե մեջ էլ ֆեր լինի մեջը։ Բայց այն սոչնի ֆայով։ Սոչնի ֆ, հա։ Ֆիլանտրոպի պես էս պահի էլի։ Ֆանտաստիկ։ Այո։ Տիեզերք։ Չէ, միջա վերջ ասեմ։ Ես պրոզապես քեզ եմ ասում այդ Ֆանտաստիկ։ սիրուն խոսքը։ Գիտա ֆանտաստիկ։ Հա տիեզերքը մենակ Ֆիզիկայի ֆերմերների, այո, կարտոֆիլի, ֆայով, վարորդի, ֆարորդի, Ֆերարի կա դրանից մի րոպե միջա վերջ, սպասի։ Օրինակ ֆիզիկայի Կոնֆուցին գիրք, ապրես։
Սա Նիչեայա է խաղը։ Կոնֆուցիոն։ Այսքաններ է։ Այսքանները մեր ամեն ինչը։ Մնաց մնջախաղը միայն։ Բայց ասենք որ դա ինչ-որ երկտող է բանը, հանգավորված ինչ-որ բան է։ Երկի ֆրազա է։ Հիմա ես պետք է ցույց տամ, թե դու հայտնի երկերից խոսքեր։ Ընդհանուր արտահայտությունն է զգուշակում։ Արտահայտությունը։ Դժվար դու երկը իմանաս, կարևոր չի այստեղ երկը դու իմանաս, էլի։ Ես ինչ տեսնում ես, այդ ասա ու հաղթի բալես։ Գնացինք։ Ասա պապ ջան։ Ասա, ինչ տեսնում ես։ Չէ, ում։ Իմ սիրտը, իմ սրտում, իմ սրտի տակ, վերևը, իմ սրտի մեջ, արդեն ասի ճիշտ, մի շարունակի։ Իմ սրտի տակ, իմ սրտում, մի, որմզդերմ, ծիծիկներով, չէ, թագուհի, իմ սրտում մի թագուհի, քեզ Չէ, լուր ես թագուհուն այդ բանից, բատուր ես, մի անգամից թագուհի ես տենում, մտնում ես մեջը, պրոստը սրտից դուրս մի ար։ Okay, դու իմ սրտի մեջ թագուհի, հետո, պլյուս, ու սրտի մեջ, ու սրտի, նորից, ու սրտի, ու իմ սրտի, ու իմ սրտի մեջ բանալի, կողպեք, ու իմ սրտի գործողություն, ու իմ սրտի գործողություն, բալանյա հալալ, բացում, ու իմ սիրտը դու բացում, բացող, հիմա կպցրեցինք իրար, իմ սրտում դու Իմ սրտում մի թագուհի ես։ Մի հատ ես մի համարի թագուհու հանդեպ սեռական ոտում։ Դու մի ցույց տուր, այդ որ ցույց ես տալի, ես արդեն լրիվ ուրիշ։ Հասկանում եմ, Ֆիլիս։ Բացեց իմ սրտի դու թագուհին, սրտի։ Սա ասել ես, հաղթել ես։ Հա, ինչ, բայց ինչ մնաց։ Պրոստը տանջում եմ, ցավ։ Իմ սրտում կա միայն մի թագուհի ու իմ սիրտը բացող մի բանալի։ Էրիկի երկից է։ Բրավո։ Միայն մի թագուհին չէի հասկանում։ Միայն մի թագուհին չէի հասկանում։ Որ մի թագուհի, չէ։ Թագուհին ասեն, որ ասում է իր սենց թագուհի։ Մեկը թագուհուն ուզում էր։ Ինձ թվում է, որ մի մատանի ինչ-որ մարդա, որ մատի Դե ասեց, ու ոչ ոք իրան չի բանանում, կեղտոտության մեջ չի, որտև ներս է գցում, իսկ ես բարի մարդ եմ, մի անգամից դուրս եմ տալիս, այդ դրա համար ես լկտի եմ Ֆելոն շատ կյուտ ռեպեր։ Ով կմոնտաժես, հաղորդումը։ Լավ, ուրեմն, պետք է կենտրոնանաս, ես ինչ-որ ժամանակ, որ սենց անեմ, նոր ուրեմն մոտեցել եմ, որ գտնես, էլի, օքեյ, նայ։ Ես նկատեցի, որ դու զասվում էիր ուրիշի հետ։ Չկա գործո, օքեյ։ Ուրիշի գրկում ես դու։ Ասել է սկիզբը։ Ես տեսա հերվում։ Զարմացա, որ դու զասվում էիր։ Լավ, օքեյ, պատկերացնենք, հիմա երկրորդ տողը։ Հենց հիմա ես կխփեմ ինձ, որ դու զասվում էիր ուրիշի հետ և սիրտս կատված կարող է մեկ է հանկարծ ապրես, այդ ինչ է ապրես իմ գրով դու ես գրել մի քիչ հաշտ գրեք բացատրենք էլի այդ ցավտանում Ֆելո ջան ինձ կասես համբուրվելու գործընթացը որը ես համբուրվել նայ գրկած նայ թե նկատեմ հանկարծ քեզ ուրիշին թե նկատեմ քեզ ուրիշին գրկած ես քեզ ու բացի գրկելուց Ֆելո դու նորմալ զասում էիր այդ աղջկան հենց նոր դու ցույց հետ տվեք նայեք ականջից հոտ եմ քաշել ու վեր Ֆելո պրիատնի Դուք համբուրվել ես հոդված կբերի ես տղա հանճար եղեք
ու շատ գրեք, նենց բաներ գրեք, որ մենք դժվար հասկանանք կամ հեշտ ցույց տանք, կապ չունի, բայց դուք շատ գրեք, մենք ձեզ շատ սիրում ենք։ Շնորհակալություն։ Ու միշտ սպասում ենք։ Ես երիտասարդանում եմ այս ծրագրի ընթացքում։ Փակում արա էլի մեծ սիրո։ Մենք փակում անենք ու խնդրենք, որ անպայման բաժանորդագրվեն, ֆելը շատ կարևոր է YouTube-ում։ Ֆելոյին շատ։ Բաժանորդագրվեք։ Subscribe-ն է էլի։ Հա, բաժանորդագրվեք ամեն ուրբաթ ժամը 12:30-ից ես ընդունելություն եմ կազմակերպում մեր պոլիկլինիկայում կարող եք գալ բոլոր բաժանորդագրվածներին հրավիրում ենք ստուգելու տաքություն եւ տաքացնելու ստուգողություն։ Շնորհակալություն մանեջան, մերսի հրավերի համար։ Պարոն Բարսեղյան, ամեն տարի այս օրը կարելի է գալ եւ նկատել այս հավաքման։ Շնորհակալություն եմ ուզում ասել իմ ու ֆելոյի վարպետի հրաշք աղջկան Մանե Արտուրովնային, որ մեզ երիտասարդացրեց ու մեռած ֆելո երբեք չեք տեսնի, որովհետև իր հուշը միշտ անուշ է։ Ֆելոն միշտ կա ու մենք միշտ շնորհակալ ենք։ Ստե տիտրերը դու գնա դու ձենդ հակեք արեցեք։ Չէ, ես պիտի ասեմ, որ այստեղ տիտրերը այսպես տոգելա։ Դու ասա։ Երկարվեստի այն ժանրի հետ, որի ներկայացուցիչի ինքն է։ Հիմա դու անձրև կա։ Ասա, դու ինչ ասես։ Ֆելիքսի ներկայացությամբ իսկապես այս ընտիր ծրագիրը ալնելու ու արդեն քամիին փոթորիկ ձյուն, արդեն ձյուն, դեպի ձախ ձյուն գա։ Լսեք իրեք եռիրեք ու ինչպես ասում են դասականները, սիրեք, շատ սիրեք, ձեզ էլ այդքան լուրջ մի ընկալեք, ոչ ասպարեզում, ոչ ընթացքում։ Ձուդա գալիս դրա վրա։ Այս ժանեք, ես չեմ կարա այս ծրագրին։ Շնորհակալություն պարոն Բարսեղյան։ Ես քեզ ապրես, մանեջան, ապրես։ Ես շփաշ։ Գնանք։ Այ ֆելո ես քո գրած ռեպը երգեմ ու տժամ։ Շատ կիրթ կին է գալիս, ինձ թվում է ինքը ինձ կտա ինչ-որ մի բան։ Բայց ես պատիժ չեր էլի իհարկե, որ իմ գլխին արին։ Ամբողջ ծրագիր ես ինձ նվաստացրեցի, որ ինքը լավ վիճակում լինի։ Բարև ձեզ, որ խնդրեմ ինձ 1000 դրամ կարող եք տալ։ Вообще չունեք ոչ մի դրամ, հա։ Քարտ չունեք։ Շատ ափսոս, քարտա։ Քարտա միայն, հա, չէ, ինձ հենց 1000 դրամի կա պետք է սևակի։ Լավ։ Հա, չէ, ոչինչ։ Աստված պահապան բոլորիդ։ Вообще չկա 2 հատ 500-անոց էլ չունեք, մի հատ նայեք։ 400 դրամ ունեմ։ 400։ Գուցե հենց այդ 400-ը տակ։ Հա, տեսակ։ Հա, ընդամենը 400։ Ավետը չեք դուք։ Ես ավետն եմ Բարսեղյան, բայց շատ ծանր վիճակում եմ հայտնվել, որովհետև այդ տականք ֆելոն ինձ պատժել է ծրագիրը նկարվել։ Դուք շատ լավ կին եք, սենց արեք։ Մերսի ձեր վերջի 400-ներ, չէ։ Դուք գժություն եք, կարամ ձեզ պաչեմ։ Կասեք ֆելո ջան, թաղեմ քեզ։ Չեք ասեի։ Մերսի շատ։ Չեք ասի։ Այսպես պրոս ասա ֆելո էլի սենց էլի։ Ես ասի որ ես երկրորդ անգամ ասեմ։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Մերսի։ Շատ լավ մարդ եք դուք։ Ոնց որ քրիստոնեության մեջ են ասում։ Ոչինչ, բաց ծրագիր չի, մեր Մանե Գրիգորյանի ընտիր հենց այնպես ծրագիրն է։ Մի փոքրիկ հումորային։ Շատ շնորհակալություն, որ դու ձեր վերջի 400-ը կամեցաք ինձ։ Այ տենց Ֆելիքս տղա ու Մանե աղջիկ, որ համաձայնեց այս արժանագիր։ Կներեք, դու կաղա փոքր 1000 դրամ ունենաք ինձ տակ։ Ոնց։ Սենց քարակուսի, հա, կտակ ինձ շատ շնորհակալություն։ Իմ դեմքը, հա, ես շուշուտ եմ կանգնում ուզում 1000 դրամներ։ Բարի հայ, եկեք նկարվենք էլի, արդեն նկարվել եք, մերսի, շատ շնորհակալ եմ։ Բայց խասյատ հա դառնում մադրից, կարամ կանգնեմ տամ։ Կարելի է։ Դուք չէիք տա, չէ,
Ձեր դեմքից երևում է։ Չէ, չէիք տա 1000 դրամ բնականաբար։ Կտակ 1000 դրամ, չէ, դուք արդեն տեղյակ եք, որ կարելի է 1000 դրամի համար ես վերցում։ Ֆելո լավ ռեպերային խաչեր եմ գտե քո համար կհակնես։ Մի հատ էր, չէ՞ պատիժը, բայց ոնց որ արյանս մեջ է մտնում։ Էլ մնացած էլ մի ծրագրի տրեցինք ապահովի իմ տկզարության հաշվին ու տամում։ Ուրիշ ինչ է, այսքանը լրիվ հերիք է։ Կարևորը մենք հասկացանք, որ մարդիկ տալիս են ինձ։ Добрый день։ Ես մարդուց որ ուզեի։ Են արդեն կաշիլյոկով գալիս։ Ուզում եք գաք ինձ 1000 դրամ տակ։ Մանա այսքանը լրիվ հերիք է իմ խայտարակության համար, կարծում եմ։ Չեմ անելու հետ։ Ես արդեն 2 անգամ 1400 տվել եմ բարի մարդկանց հետ։ Չեմ կարում, որ մեկից վերցնում, չեմ կարում տամ ուրիշին։ Դե։ Բարև ձեզ, դուք կարող ասեց փոքր 1000 դրամանոց ինձ տայք։ Ինչա։ 1000 դրամանոց ինձ փորձեիք տալ փոքրիկ։ Совсем փոքրիկ։ Совсем sense փոքրիկ 1000 արմյանսկի 1000 դրամ։ Поняла։ Да։ Փողոզը Մարդը փողոզը։ Դե դրվի։ Բարև ձեզ։ Դուք Արցախից եք։ Բայց արմատները պապաս Շուշից։ Շնորհակալություն։ Մերսի շատ։ Չէ, մի հատը հերիք է։ Բայց ինչ տալու։ Այտենց է ձևը, պետք է մեկից վերցնեմ, մյուսին տամ, որ պրծնեմ ես նասից։ Ես արեցի այդ։ Մերսի շատ։ Արեցի, մեկից վերցրեցի, մյուսին տվեց։ Ջան։ Չէ, սա այն կինը вообще իր վերջի 400-ը տվեց։ Չէ։ Все вы хорошие։